Հաճախ կհանդիպեք այսպիսի համադրություն. պանիրներ, գինի եւ մեղր։ Ոնց եք մտածում, այստեղ ինչն է ավել։ Այո, իհարկե մեղրը, որովհետեւ մեղրը ունի սուպեր ինտենսիվ քաղցրություն, որը միայն սպանում է պանիրի իրական համը եւ սպանում է նաեւ գինու իրական համը։ Դրա համար մենք ռեկոմենդացիա ենք անում համով ուտելիքների ու գինու հետ ընտրել ոչ թե մեղր, այլ ընտրել ջեմային մարմելադներ, մրգային կոնֆիտյուրներ, որովհետև, ինչպես ասեց Եվգենիան, մեղրը շատ ուժեղ պրոդուկտ է, որը փակում է Այո, շատ անգամ նույնիսկ քողարկում է վատ պրոդուկտը։ Օրինակ, շատ անգամ պարմեզանի փոխարեն ձեզ կարող է մատուցվի օրինակ գրանոշ պիկո, որը էլի լավ պանիր է, բայց իրեն քողարկելու համար մեղրը մատուցում, որովհետև մեղրի մեջ թաթախելուց դու այդ համը ընդհանրապես չես գա, քանի որ մեղրը ամեն ինչ կսպանի եւ կփակի։ Միակ բանը, ինչի հետ համադրվում է մեղրը, դա այծի հնեցված պանիրներն են, եվրոպական դեսերտային պանիրներն են, խոսքը գնում է բացառապես դեսերտի մասին, այդ դա միջազգային ընդունված դասական համադրություն է, երբ այծի պանիրը թաթախում ես մեղրի մեջ, ուտում ես, ստանում ես բավականություն։